Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց այսօր բողոքի ցույց տեղի ունեցավ, պահանջը մեկն է, որպեսզի Արցախի իշխանությունը սկսի զբաղվել Արցախում թալանված գումարի խնդրով եւ այդ մասով իրավական գործընթացներ մեկնարկի։ Դիմում ենք Սամվել Շահրամանյանին հարցով. Ինչ ես պատրաստ անել, ինչ ես կարող անել, որպեսզի ժողովրդին այս վիճակից դուրս սոցիալ ծանր վիճակը ունենա։ Ասեց ոչ մի բան։ Ասեցինք դե դեպքում մենք ենք առաջարկում։ Գնանք միասին դատախազությունը այդ միլիարդները, որ Արցախից թալանել են, դատախազի հետ խոսենք, փորձենք տեսնենք ոնց ենք իրավական, այդ դատաիրավական ընթացքը արագացնում, որովհետև հարցը հարատապա արցախցիները մնում են դրսում բարիս բունի իմաստով մոտ շաբաթներս։ Գոհացրեց իր պատասխանը։ Ուրեմն իր պատասխանը այնքանով որ համաձայնվեց, որ միասին հավաքվենք, դա կպայմանավորվի օր, ժամ եւ այլն, սա մեզ մի քիչ պայմանավորվելու խնդիր ունենք, հենց որ հստակեցնենք օր, ժամը, մենք կհայտարարենք, թե երբ ենք հանդիպում դատախազության դեմ, որպեսզի պարզաբանումներ տան։ Ես կոչ եմ անում Հայաստանի ժողովուրդն միանա սրան։ Բացատրեմ ինչ եմ նման կերպ մտածում։ Այսօր Հայաստանի ժողովուրդը կա որոշակի մասսա, որ ասում են մենք հարկ ենք տալիս մեր հարկատուից, վերցնում են մեր բերանից կտրում են, ձեզ ֆինանսավորում են, որ դուք ապրեք։ Ես ասում եմ, եթե դուք այդպես եք մտածում, խնդիր չկա, դե դեպքում եկեք հավաքվեք, մեր հավաքին մասնակցենք, որ քանակ շատանանք, կարողանանք ավելի ուժեղ ձևով մեր պահանջը ներկայացնենք, այդ թալանը վերադարձվի մեզ, որպեսզի այդ ձեր այդ ասած բերանից կտրելու process-ը չշարունակվի։ Դուք քանի երեխա ունեք։ 4 հատ երեխա ունեմ, որ չեմ էլ հասցնելու։ Տուն ունեք։ Ոչ, որտե՞ղ։ Վարձով եք։ Վարձով եմ մնում 150,000, վարձ եմ տալիս մի օր էլ ուշանում է, տան խազայինը գալիս է, բա տան վարձս տուն, ինչ չի հետաքրքրում, թե փող չկա։ Ես էլ պատերազմի մասնակից 3 անգամ կոնտուզիա ստացած։ Մեր ղեկավարությունը մեր ասում է հոսպիտալի պետը թուղթ չի ստորագրել, որ ես պիտի պենսիա անցկացած լինեմ։ Չեն հասկացրել։ Հիմա դուք թոշակ չեք ստացել։ Չէ, թոշակ չեմ։ Չէ, ես մոբով գնացել եմ, 3 անգամ կոնտուզիա եմ ստացել, ու այս պահին ոչ մի աջակցություն, դաժե մի հատ ձետ էլ չեն տալիս։ Ոչ մի բան։ 40-10-ից է զրկեցին։ Զրկել են։ 40-10-ից է զրկել են, հիմա չենք իմանում ինչ ենք անելը, ոնց ենք Աշխատում եք, աշխատանքը տես չունեմ, հիմնական աշխատանք չունեմ, նենց էլի ռաբոչի գործեր եմ անում։ Ինչ կերպ որ ձեր պահանջը իրագործվի հնարավոր է գոնե ձեր սոցիալական վիճակը բարելավի մի քիչ, այսինքն այդ գումարը կարողանան վերադարձնել։ Հնարավոր է, շատ հնարավոր է։ Արցախից ոսկին է հանվում։ Արցախին իրականում ոչ մի խնդիր չուներ, ինքը իրան պահեր ու մնացած այլ մարզերին էլ դոնոր կայներ։ Բայց Թալանչի վերնախավը միջև առայսօր, չենք ասում նախկինն է, միջև առայսօր։ Դու այսօր Արցախը չկա, համենայն դեպս ինչքան Արցախը եղել է։ Ուրեմն Արցախից ոսկին էին թալանում, գցում ջեբները, ստեղը ժողովրդին ասում հարկատուների հարկերը բարձրացնենք, որպեսզի արցախցիներին պահենք։ Էդ էլ մի հատ թալանում գցում ջեբը։ Այս սա 30 տարվա պատմություն է։ Լարված իրավիճակից հետո ցուցարներին լսեց եւ բարձրախոսով նրանց հարցերին պատասխանեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա նաեւ կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Հարուցված է քրեական վարույթներ եւ այդ շրջանակներում տարվում է նախաքննություն։ Մենք չենք ուզում խանգարել այդ նախաքննությունը։ Մենք երկուշաբթի օրը ես հրավիրել եմ ակցիայի մասնակիցներին, իրենց կազմակերպիչներին հանդիպելու, քննարկելու բոլոր հարցերը, պատրաստ եմ կազմակերպել իրենց հանդիպումները ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, իրենք կստանան սպառիչ պատասխաններ եւ կներկայացնեն հանրությանը։ Եթե ուժային կառույցները իդեմս դատախազության, քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի դեմ չեն լինի նման հրապարակումների, մենք պատրաստ ենք տրամադրել այդ տեղեկությունները, բացի դրանից հենց իրենք կարող են դա անել։ Գիտեք, մեր հասարակությունը շատ փոքր է։ Բոլորը բոլորի մասին տեղյակ է եւ խոսել թալանի մասին, մանիպուլացնել ժողովրդին, կեղծ օրակարգ բերել, բայց հենց դու լինել այդպեսին, դա անընդունելի է մեր ժողովրդի համար եւ ես վստահ եմ, որ մեր հասարակությունը իր գնահատականը կտա նման մարդկանց։ Եթե
պայքարը արդար է, ես պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել իրենց բոլոր իրենց նախաձեռնություններին։ Տեսնում ենք ինչ են ասում, ասում շարքը մարդ կա, որ մի քանի միլիոն դրամ է ստացել, եկել եք ստեղ, մենք խոսում ենք տասնյակ միլիոնավոր դոլարների հատկացրած մի հոգու։ Ընդհանուր 467 միլիոն դոլարը հատկացրած 48 ընտանիքի։ Իրանք հիմա ուզում են փորձել խաղը մանրացնեն, ասեն, այս մեկը շարքը, չգիտեմ, 5 միլիոն դրամ վարկա վերցրել, չի տվել, այս մեկը 10 միլիոն, դա մենք դրա մասին չենք եկել խոսենք ընդհանրապես։